Մարտարվեստների ուիկենդ Երևանում Միկա մարզահամալիրում Դուքենդո կարատեի Վազգեն Սարգսյանի անվան հերթական հուշամրցաշարն է։ Դուքենդոն ոչ օլիմպիական մարզաձևերի նոր ձևավորված ընտանիքի անդամ է։ Հուշամրցաշարին ներկա է նաև միության պատվավոր անդամ հիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։ Դուքենդոյի ֆեդերացիան հարուստ ավանդույթներ ունի։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միության պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը միության հուշամեդալ է հանձնում Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանին։ Վազգեն Սարգսյանը այն կերպարն է եղել մեր ազգի համար, որ հայրենասիրություն, ուժեղ պետություն այդ գաղափարների հիմքն է եղել եւ կարծում եմ, որ կարելի այս նմանատիպ միջոցառումները մեծ հիմք կդնեն հայրենասիրության մեր երեխաների, մարզիկների մեջ։ Բոլորին ֆեդերացիան տալիս է հայրենասիրական բնույթ, որպեսզի մեր երեխաները սիրեն իրենց հայրենիքը, սիրեն իրենց երկիրը, հպարտանան հայ լինելով, կարողանալ հասնել հաջողությունների մեր Հայաստանը ել ավելի հզորացնելու համար։ Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից պատվավոր անդամի կոչում է շնորհվում MMA միասնական ասոցիացիայի նախագահ Սուրեն Օկմինյանին։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորեմ այսօրվա բոլոր մասնակիցներին, եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ծառուկյան ընտանիքին եւ այն ամենը, ինչ տեսնում ենք կա եւ լինում է այդ ընտանիքի կողմից սպորտի աշխարհում, դա միայն ողջունելի է եւ գովելի։ Եվ այսօրվա միջոցառումը կարևորում եմ այնքանով, որ մեր մեծացող սերունդները պիտի լինեն միասնական, դրանից միայն կարծում եմ ամուր պետության հիմնասյուներ ենք ունենում։ Այսօր շատ կարևոր միջոցառում է, որի նպատակը ուղղում այն է, որ երեխաները կտրվեն վատ սովորույթներից։ Առաջինը նպատակը այն է, որ հայրենասիրություն տարածվի, եւ մենք պետք է աշխատենք այսպիսի միջոցառումներ հաճախ անել, քանզի սա ի նպաստ է մեր երեխաներին, որով իրենք կզարգանան, կուժեղանան եւ կառաջադիմեն։ Ֆուլ կոնտակտ ոճում շարունակական մենամարտեր են, մասնակցում է 6-ից 17 տարեկան մոտ 700 մարզիկ։ Յուրաքանչյուր մարզիկ անցկացնում է 2-ից 4 մենամարտ, իսկ հաղթողները վարկանիշ են ձեռք բերում արդեն Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար։ Նեպտուն մարզահամալիրում էլ ազգային ավանդական կարատեի Արարատ Քափ միջազգային մրցաշարն է, որին Հայաստանի մարզիկներից բացի այս տարի մասնակցում են նաև Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Իտալիայի ներկայացուցիչներ։ Ի նշան երախտիքի ավանդական կարատեի հայկական ֆեդերացիան Հովհաննես Ծառուկյանին է հանձնում առաջնության խորհրդանշական հուշամեդալը։ Ուզում եմ ողջունեմ այսօրվա միջոցառման կազմակերպչական գործունեություն իրականացնող Սուրեն Մաթևոսյանին, իմ ընկերոջը, որը բազում տարիներում այդ սպորտաձևը իր ուրույն տեղը ընդգրկեց Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը աջակցելու եւ սատար է կանելու այսպիսի ծրագրերի եւ նախաձեռնություններին եւ իր պատրաստականությունն է հայտնում մեր մատաղ սերունդի մեջ արմատավորել հայրենասիրություն եւ ազգային գաղափարախոսություն։ Փորձը ցույց է տվել, որ լավ մարզիկները, որոնք լավ նախապատրաստվում են եւ ֆիզիկապես ամուր կոփված են լինում, ուղղորդվում են բանակ ծառայելու հայկական, իրենց արժեք դրված բոլոր խնդիրները կատարում են պատվով։ Եվ այս առիթով ես ուզում եմ նաեւ ոչ օլիմպիական միության կողմից հուշամեդալ հանձնել Սուրեն Մաթևոսյանին, իսկ հուշամեդալը կշնորհի համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։ Հինգերորդ անգամ անցկացվող Արարատ Քափ մրցաշարին այս անգամ մասնակցում է մոտ 300 մարզիկ, որոնք մրցում են 3 մրցաձևում։ Հայ մարզիկների համար սա նաև ընտրական ստուգատես է Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ։ Արամ Մանուկյան, Սիմիկ Մայլյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։